Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի ազգային ծագումը որպես մեղքի հիմնական ապացույց։ Վարդանյանի մեղադրական եզրակացությունն է հասանելի դարձել միջազգային իրավական թիմին, ընտանիքին։ Իհայտ են բերվել քաղաքական մեղադրանքի այլ անհեթեթ դրվագներ։ Ըստ մեղադրանքի ահաբեկչության ֆինանսավորմամբ զբաղվող կազմակերպություն է Ավրորա մարդասիրական նախաձեռնությունը, հանցավոր կազմակերպություն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Վարդանյանի մասնավոր փաստաբան Ավրահամ Բերմանն է հրապարակել մեղադրական եզրակացությունը, այն հասանելի դարձրել նաև միջազգային փաստաբանական թիմի անդամ Սիրանուշ Սահակյանին։ Նման համագործակցություն չկա հանրային պաշտպանների հետ, ովքեր հանձնարարել են մյուս 15-ի պաշտպանությունը եւ որոնց ներգրավվածությունը խիստ ձևական բնույթ է կրում։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պաշտպանությունը ստանձնած հանրային պաշտպանները անգամ կոմունիկացիա չեն ապահովում մեղադրյալների ու նրանց ընտանիքների միջև, տեղեկատվական խողովակ չեն դառնում այլոց իրավունքների պաշտպանությունը ստանձնած փաստաբանների համար, ահազանգում է հայ գերիների շահերի ներկայացուցիչը։ Կարող ենք համեմատել հանրային պաշտպանի գրասենյակի ծառայությունների հետ, դրանք գնահատում են ուղղակի 0։ Իսկ ինչու մյուս հայ ռազմագերիների գործով չեն ներգրավվում մասնավոր փաստաբաններ։ Սահակյանը պարզաբանում է, ադրբեջանցիները հաճախ հրաժարվում են ստանձնել հայերի պաշտպանությունը, քանի որ գիտեն, թե ինչ ճնշումների կարող են ենթարկվել պետության կողմից։ Մասնավոր փաստաբանները անգամ եթե փորձեն համաձայնվել, ինչը շատ դժվար է ունենալ նման անձանց, ակնկալելու են նաև իրանց անվտանգային ռիսկերի եւ այլ հանգամանքների ուժով բարձր վարձատրություն, ինչը շատ ընտանիքների համար նաև ֆինանսական հասանելիության հարց է կամ առհասարակ նպատակահարմարության։ Փաստաբանները ունեն հստակ նկատառում, որ իրենց ներգրավվածությունը չի կարող որևէ կերպ փոխել գործի ընթացքը։ Ըստ իրավապաշտպանի, գործի ընթացքը չի փոխվի նաև մասնավոր փաստաբան ունեցող Ռուբեն Վարդանյանի դեպքում։ Միակ առավելությունն այն է, որ փաստաբանի հրապարակած տեղեկությունները հնարավոր է մի օր արժանի գնահատական ստանան միջազգային իրավական կառույցների կողմից։ Մինչ այդ Բաքվի դատարանում պատմությունը չեն հերքում ու Արցախի ազատագրմանը իրենց մասնակցությունն են հաստատում մասնավոր փաստաբաններ չունեցող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները։ Ուրբաթ դատարանում հարցաքննվել են Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։ Հաջորդ դատական նիստը մայիսի 26-ին է։ Լիլիթ Խալաթյան, Հայլուր։